Ողջույն սիրելի փոքրիկներ։ Ողջույն երեխաներ։ Ես եւ Բեբուկը ձեզ համար կկարդանք հեքիաթ Գնդլիկ Բոքոնիկը։ Ոչ միայն կկարդանք, այլ նաև կցուցադրենք ստվերների ներկայացում։ Հրաշալի է։ Դե ինչ, ես գնամ պատրաստվեմ։ Իսկ մենք կարող ենք սկսել։ Մի բառավ մարդ ու կին են լինում։ Այն օրին են հասնում, որ տանը մի կտոր հաց անգամ չեն ունենում։ Մի օր ծերուկն ասում է. «Այ բառավ, մի բոքոն թխիր»։ «Ինչով թխեմ, որ ալյուր չունենք»։ «Հրեն գնա ամանի տակը քերիր, մի բոքոնի ալյուր դուրս կգա»։ Բառավը մարդուն լսում է, գնում անհրամանի տակ եղած ալյուրը քերում է, հավաքում, վառարանը վառում է, խմոր հունցում, մի կլորիկ բոքոնիկ թխում, դնում պատոհանի գոգին, որ սառչի։ Բոքոնիկն այդպես մնում, մեկ էլ պատոհանից գլորվում, ընկնում է դռան շեմին, այստեղից բակ, բակից փողոց եւ մի ճամփա բռնած գլորվելով գնում է, մեկ էլ դիմացից նապաստակն է գալիս։ Գնդլիկ Բոքոնիկ, ես քեզ կուտեմ։ Մի կեր փափլիկ նապաստակ, ես քեզ համար կերքեմ։ Դե երգիր։ Ես ամանի տակից քերած մի բուռ ալյուրից եմ թխված։ Ես պարավի ձեռքից պրծա եւ ծերուկի տնից փախա։ Քեզնից էլ կփախչեմ ու կփախչեմ։ Եվ Գնդլիկ Բոքոնիկը շարունակում է ճանապարհը։ Գնում է, մեկ էլ դիմացից գայլն է գալիս։ Գնդլիկ Բոքոնիկ, ես քեզ սկուտեմ։ Մի կեր գայլ եղբայր, ես քեզ համար կերքեմ։ Դե երգիր։ Ես ամանի տակից քերած մի բուռ ալյուրից եմ թխված։ Ես պարավի ձեռքից պրծա եւ ծերուկի տնից փախա։ Փամփլիկ նապաստակից փախա, քեզնից էլ հո կփախչեմ ու կփախչեմ։ Եվ գնում է գլոր։ Մեկ էլ արջին է հանդիպում։ Գնդլիկ Բոքոնիկ, ես քեզ կուտեմ։ Մի կեր բրդոտ, ես քեզ համար կերքեմ։ Դե երգիր։ Ես ամանի տակից քերած մի բուռ ալյուրից եմ թխված։ Ես պարավի ձեռքից պրծա եւ ծերուկի տնից փախա։ Փամփլիկ նապաստակից փախա, եղբայր գալից էլ ես փախա, քեզնից էլ հո կփախչեմ ու կփախչեմ։ Եվ Բոքոնիկը շարունակում է գլորվել ճանապարհով։ Գնում, մեկ էլ դիմացից աղվեսն է դուրս գալիս։ Գնդլիկ Բոքոնիկ, ես քեզ կուտեմ։ Մի կեր աղվես քույրիկ, ես քեզ համար կերքեմ։ Դե երգիր։ Ես ամանի տակից քերած մի բուռ ալյուրից եմ թխված։ Ես պարավի ձեռքից պրծա եւ ծերուկի տնից փախա։ Փամփլիկ նապաստակից փախա, եղբայր գալից էլ ես փախա, բրդոտ արջից նույնպես փախա, քեզնից էլ հո կփախչեմ ու կփախչեմ։ Ինչ լավ երգ է, ասում է աղվեսը։ Ափսոս, որ ծանր եմ լսում։ Ինչ կլինի, լեզվիս ծայրին նստիր, էլի երգիր, որ լավ լսեմ։ Բոքոնիկը ցատկում նստում է աղվեսի լեզվի ծայրին եւ սկսում է երգել։ Ես ամանի տակից քերած, իսկ աղվեսն այդ միջոցին կուլ է տալիս Գնդլիկ Բոքոնիկին։ Ահա այսպես ավարտվեց Գնդլիկ Բոքոնիկի հեքիաթը։ Դե փոքրիկներ, բարի գիշեր եւ անուշ երազներ։